Գելի գործընկերներ, սիրելի նիստին հետևող, սիրելի հայրենակիցներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում իմ կողմից շրջանառության մեջ տրված օրենքի նախագծերի փաթեթը, որը գալիս է լուծելու Հայաստանում առկա զորակոչի հետ կապված խնդիրը։ Ես կցանկանամ դա ներկայացնել, քանի որ շատ եմ արդեն խոսել հրապարակային տարբեր հարցազրույցներում նախագծի մասին, որպեսզի նույն տեքստը չկրկնվի, կցանկանամ այն ներկայացնել գրատախտակի միջոցով թվային տվյալներով։ Պարոն Քոչյան, խնդրեմ ձեր բարձրախոսը միացնեք, որպեսզի ավելի լավ լսվի։ Հարգելի գործընկերներ, ինչ պատկեր մենք ունենք այսօր զորակոչի հետ կապված իրավիճակը կցանկանամ թվերով ներկայացնել։ Սա 30,000 մեր տարեկան զորակոչի մոտարկված թվերն եմ ասում, զորակոչի մոտարկված թվերն է 2020, 2022, 2023 թվականների համար, որից շուրջ 20,000 չի։ Պարոն Սարգսյան, Մի վարք է, ասեք, թվերի հետ կապված հրապարակումը։ Սա ստույգ թվեր չի։ Սա չէ, նույնիսկ ոչ ստույգը, իր մեջ շրամը, եթե դուք առակցում Եթե առակցում նիստը փակել։ չէ, Կխնդրեմ, եթե թվերը չէ, ստույգ թվեր չի լինելու։ եթե մոտարկված Սա մոտարկված արհեստական բանականությունից հանված բոլորին հասանելի թվեր է, որոնք ես ներկայացրել եմ թե հարցազրույցների, թե տարբեր քննարկումների ժամանակ, այսինքն ստույգ որևէ գաղտնի տվյալ չի նշվելու։ Չէ, մի րոպե կներեք, մենք եզրահանգումների գալու ենք արհեստական բանականության թվերով։ Չէ, ես տոկոսայի թվերը ասել եմ, որոնք որ կա իրականում, բայց մոտարկված թվեր եմ ասել, որպեսզի պատկերացում կազմել հնարավոր լինի։ Դուք այդ ինչպես։ Չէ, թվերը բոլորին հասանելի աղբյուրներից հանրացել դրանք կներկայացնեմ, որը Հիմա ես նորից հարց եմ տալի, պարոն Սարգսյան, թվերը պարոնապանեն ասում եմ մոտ է իրականությանը, թվերը կան թվեր, որոնք հրապարակման ենթակա չեն, դուք ձեր կարծիք ասեք, պաշտպանական գերատեսչության կարծիքը, ես կարամ նիստը բացեմ, կարամ փակեմ։ Ես համաձայն չեմ նստել։ Եթե Ձեր համաձայնությունը այստեղ առաջնային չի, ասեք։ եթե հնչեցվելու են թվեր, որոնք ստույգ են եւ կարող են արտացոլել, եթե հնչեցվելու են Կամ թվեր, արի նստի սեղանի կողքը։ Պարոն Սարգսյան, պատասխան։ որոնք կարող են արտացոլել իրական վիճակագրությունը կամ նույնիսկ շատ մոտ լինեն, ես պնդում եմ, որ ցանկալի չի նման թվեր հնչեցնել եւ հրապարակային ներկայացնել։ Եթե տոկոսային հարաբերությամբ են ներկայացվելու, դա այլ տրամաբանություն է, իսկ եթե չգիտեմ, արհեստական բանականությունով կներեք, արհեստական բանականությունով էլ միգուցե մեր գործընկերները չկարողանան հստակ կարծիք կազմել, որովհետև դա իրականությունը չի, Ես ուզում եմ իրական թվերի շուրջ խոսենք։ Եթե համակարծիք եք, որոշում կայացնենք։ Ես իրական թվերը չեմ ցանկանում ներկայացնել, որպեսզի գաղտնիության հետ կապված այդ օրենսդրական պահանջը չխախտվի, բայց նաև ցանկանում եմ արկա իրավիճակը ներկայացնել, որպեսզի հասկանալ լինի։ Այսինքն մի վարքյան պարոն Սարգսյան կներեք։ Զորակոչի երթականների 69%-ը եւ զորակոչվել է 31.4%-ը։ Սա հրապարակվել է, մի քանի անգամ սրա մասին խոսել ենք, նաև ոչ միայն ես, տարբեր փորձագետներ խոսել են սրա մասին, այսինքն բաց աղբյուրների հայտնի տեղեկատվությունը։ Հա, մի բան ֆիքսենք ու գրանք առաջ։ Սա իրական թվեր չէ։ Այո։ Մենք այս թվերով եզրահանգում դա իրական։ Սա իրական թիվ է։ Թվերը մոտակված թվերը կլորացած, որպեսզի ավելի հեշտ լինի հաշվել։ Հիմա մենք ինչ եմ ես առաջարկում, մենք տեսնում ենք, որ զորակոչի հետ կապված ունենք լրջագույն խնդիր, քանի որ մեր զորակոչի ենթականների 31.4%-ին են կարողացել տանել պարտադիր զինվորական ծառայության։ Հիմա ուզում եմ ասել, թե ինչպես է ստացվում, որ մենք չենք կարողացել զորակոչել շուրջ 69%-ին մասերի բաժանած ներկայացնեմ։
այսինքն սա 100% է, ովքեր որ չեն զորակոչվել, նրանցից 80-ից 82%-ը չեն զորակոչվել առողջական խնդիրների պատճառով կամ պատրվակով, իրենք առողջական։ Մոտ 4%-ը չեն ներկայանում պարտադիր զինվորական ծառայության, այսինքն խուսափում են զորակոչի ներկայանալուց։ Եվս մեկ շատ կարևոր խնդիր, որը մենք ունենք, դա քաղաքացիությունից հրաժարվելու տեմպերն են, որը վերջին 4 տարիներին, 5 տարիներին աճել են եւ մոտակված տարեկան ունենք մոտ 2000 քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիներ։ Հիմա որպես օրենսդիր ես ինչ եմ առաջարկում, ինչ լուծման տարբերակ եմ առաջարկում, որպեսզի մեր այն քաղաքացիները, ովքեր որ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից որևէ ճանապարհով, առողջական խնդիրներով կամ քաղաքացիությունից հրաժարվելով կամ ուղղակի չներկայանալով, մենք ինչ գործողություններ պետք է անենք, որպեսզի դրա դեմը առնենք, առաջարկում եմ քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամ պետական վճար, որը հավասար է, եթե հաշվենք 300,000 դրամ ամսական աշխատավարձով, սա 300,000 դրամ աշխատավարձով 50 ամսվա աշխատավարձի մոտակված թիվ է, իդեպ մեկ օրենսդրության մեջ արդեն ունենք 15 միլիոն դրամը, ծառայություն չանցնելու դիմաց վճարը, որը ընդունել ենք 2024 թվականից եւ գործում է։ Ինչ է ասում այդ օրենքը, առաջին ծառայության մասով։ Քաղաքացիները կարող են ծառայել 0 օր եւ վճարել 15 միլիոն դրամ։ Սա նշեմ, որ վերաբերվում է 27-ից 37 տարեկան պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց։ Երկրորդ հնարավորությունը, որը մենք ընձեռում ենք, ծառայել 1 ամիս եւ վճարել 8 միլիոն դրամ։ Երրորդ տարբերակը ծառայել 6 ամիս եւ վճարել 5 միլիոն դրամ։ Չորրորդ ծառայել 12 ամիս վճարել 2.5 միլիոն դրամ եւ ծառայել 24 ամիս եւ չվճարել որևէ դրամ։ Նշեմ, որ այս օրենքից օգտվել է մոտ 100 քաղաքացի, նրանց մեծամասնությունը շուրջ 60%-ը վճարել են 15 միլիոն դրամ եւ չեն ծառայել, շուրջ այս օրենքի ընդունման արդյունքում այս պայդրությամբ հավաքագրվել է 100 միլիոնից ավել գումար եւ շարունակվում են քաղաքացիները օգտվել։ Այլապես, եթե մենք այս հնարավորությունը չտանք, նրանք ունեն մեկ հնարավորություն վերադառնալու կամ հայտնաբերվելու դեպքում դատապարտվել մինչև 3 տարվա ազատազրկման, բայց փորձը ցույց է տալիս, որ չեն դատապարտվում, դրա մասին հաջորդի կխոսենք։ Այսինքն այս 15 միլիոնը, որը որ վճարում է 0 ծառայության դիմաց, առաջարկում է, որպեսզի սահմանվի քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Հաջորդ կետերը, որոնք մենք առաջարկում ենք, այս հատվածում Կառավարության 404 որոշման մեջ կատարել փոփոխություններ եւ որոշ առողջական խնդիրներ ունեցողներին զորակոչել պարտադիր զինվորական ծառայության սահմանափակումով, այսինքն վերայն քաղաքացիները, ովքեր ունեն այնպիսի խնդիր, որը ծառայության որոշ տեսակների հետ անհամատեղելի չեն, նրանց տանենք այդպիսի ծառայության, պայմանականորեն եթե նա կարճատես է եւ -6 կարճատեսություն ունի, բայց ակնոցներով կամ թաղանթային լիզաներով կարող է լիարժեք ծառայություն իրականացնել, դրան զորակոչել պարտադիր զինվորական ծառայության, բայց այնպիսի ծառայության մեջ, որը իր առողջությանը չվնասի, այսինքն օրինակ հրաձիգ չլինի, բայց այլ ծառայության մեջ ներգրավված լինի
Երկրորդ առաջարկը սահմանային տարիքը 27-ը դարձնել 32, սա նշեմ, որ մեր գործող օրենսդրությամբ պարտադիր զինվորական սահմանային տարիքը 27-ն է այսօր, բայց քանի որ արդեն ունենք 37, ես պներ առաջարկել էի, կառավարության առաջարկել էի բոլորի համար դարձնենք 37, բայց քննարկումների արդյունքում կառավարությունը առաջարկել է սահմանել 32, ինչը ես համաձայնել եմ եւ արդեն դրա մշակված ներառված է նախագծի մեջ։ Երրորդ տարբերակ այս 15 միլիոնի տարբերակն է, որը արդեն նշեցի, չորրորդը վերականացնել փորձակնությունից հրաժարվել։ Ինչի մասին է խոսքը, մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր տարեկան ինչպես տեսակ ազատվել են ծառայությունից մոտ 69%-ը, որոնց գերակշիռ մասը 80%-ը ծառայությունից խուսափում են առողջական խնդիրների պատճառով եւ հաճախ մեր իրապահ մարմինները ստանում են տեղեկատվություն, որ այդ առողջական թղթերը կեղծ են եւ ցանկանում են կրկնակի փորձակնության ենթարկել, հարուցվում է քրեական գործ, սակայն մեր քաղաքացիները մեծամասամբ հրաժարվում են կրկնակի փորձակնությունից կամ նմուշ տալուց, որը քրեական պատասխանատվություն չի ենթադրում այժմ եւ այսպիսով նրանք այս ճանապարհով շարունակում են խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, քրեականացնելով եւ նախատեսելով 1-ից 3 տարվա պատիժ մենք մեր քաղաքացիներին կհորդորենք, որպեսզի գան կրկնակի փորձակնության եւ այսպիսով համոզվենք իրականում նրանք վատառողջ են, թե որոշ ապօրինի ճանապարհով են ստացել այդ թղթերը, սա նաև կանխարգելիչ դեր ունենալու այն անձանց համար, ովքեր որ այդ բժշկական թղթերի տակ ստորագրելու են, քանի որ ենթադրվելու է, որ առաջի ապագայում հնարավոր է, որ կրկնակի փորձակնությամբ պարզվի, որ նրանք կեղծիք են կատարել։ Սա գալիս է խստացնելու այս 4 կետերը, որոնց մասին ես խոսեցի, գալիս է խստացնելու եւ բարձրացնելու զորակոչի թիվը։ Նշեմ, որ առաջի կետը արդեն արել ենք վարչապետի հանձնարարականով 2024 թվականի տարեսկզբից, կառավարության 404 որոշման մեջ կատարվել է մի շարք փոփոխություններ եւ 2024 թվականին արդեն այս թիվը գումարվել է 4.2%-ով, այսինքն զորակոչի թիվը ավելացել է դառնալով 2024 թվականին 35.6%, բայց ինչը տեղի ունեցել, երբ մենք հիվանդությունների ցանկը նվազեցրել ենք, փոքրացրել ենք եւ ավելի զորակոչ ենք ունեցել, նաեւ մեծացել է փախնողների թիվը եւ երկու անգամ ավելի շատ խուսափող ենք ունեցել 2024 թվականին։ Այսինքն ինչի մասին է խոսքը, գործընկերների կան, որ ասում են միայն խստացումներ անենք եւ խրախուսող նորմեր չունենանք, սա գալիս է վկայելու, երբ մենք միայն խստացումներ ենք անում, այո, դա բերում է զորակոչի թվի աճին, բայց նաեւ ավելանում են երկրից լքողները, ովքեր հաճախ երկիրը լքում են իրենց ընտանիքների մեջ եւ արդյունքում մենք ունենում ենք դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ եւ նաեւ զորակոչի թերհավաքագրումը շարունակվում է խուսափած քաղաքացիների մասով, ինչ եմ ես այստեղ առաջարկում եմ խրախուսող կետեր, որպեսզի այս 15 միլիոնի կարգի գումար վճարելու հնարավորություն տանք նաեւ 18 տարի լրացածներին եւ հետեւյալ երկու տարբերակներ առաջարկենք, այստեղ 27-ից 37 տարեկանները վճարում են ծառայում 0 վճարել 15 միլիոն դրամ, 18-ից այս երկու արդեն 32 տարեկան քաղաքացիները հնարավորություն են առաջարկում հնարավորություն տալ ծառայել 1 ամիս եւ վճարել 24 միլիոն դրամ կամ ծառայել 4 ամիս վճարելով 18 միլիոն դրամ։ Ակնկալվում է, որ այս փոփոխության արդյունքում մեր այն քաղաքացիները շուրջ 20,000 ովքեր որևէ կերպ խուսափում են առողջական թղթերով կամ ուղղակի լքում են երկիրը կամ հրաժարվում են քաղաքացիությունից, նրանց 10%-ը կօգտվել օրենքից եւ մենք ունենանք շուրջ այս մասով ունենանք այս թվի մոտավորապես 10%-ի չափով չխուսափած քաղաքացիներ 2000 քաղաքացի կօգտվի օրենքից, որի արդյունքում մենք ունենանք պլյուս 2000 կարճաժամկետ ծառայող եւ պահեստազորային, պլյուս 4000 պայմանագրային։
Եվ սա մեզ հնարավորություն կտա կատարելու վարչապետի մյուս կարևոր հանձնարարականը, այն է պարտադիր զինվորական ծառայությունը կրճատել 6 ամսով եւ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 1.5 տարի։ Գիտենք, որ գործող կարգավորումները պարտադիր զինվորական ծառայության ենթակային բոլոր քաղաքացիները 24 ամիս ժամկետով այս փոփոխության արդյունքում եւ մենք ունենում ենք առնվազն +25% զորակոչ, դա մեզ հնարավորություն է տալիս 25%-ով պակասեցնել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը եւ այն դառնա արդեն 1.5 տարի բոլոր զինծառայողների համար։ Արդյունքում նախագծի ընդունման դեպքում եւ շահում են այն քաղաքացիները, ովքեր հրաժարվելով քաղաքացիությունից կամ այլ կոռուպցիոն ճանապարհներով հրաժարվելով գալիս են օրինական դաշտ, վճարում են գումար եւ ծառայում են իրենց հայրենիքին եւ իրենց տված վճարով այլ պայմանագրայիններ ենք մենք ներառում։ Շահում է պետությունը ունենալով ավել պայստազորայիններ ամեն տարի եւ ավել պայմանագրային զինծառայողներ եւ շահում են ամենակարևորը մեր այն քաղաքացիները, ովքեր որ 31%-ի մեջ են եւ միայն իրենք են գնում այսօր ծառայության, նրանց համար ծառայության ժամկետը կրճատվում է դառնալով 1.5 տարի եւ նաեւ մեկ ուրիշ բաղադրիչ նույնպես մենք քննարկել ենք քննարկումների ժամանակ, որպեսզի մեր ժամկետային զինծառայողները ամեն ամիս ստանան 100,000 դրամ աշխատավարձ սկզբնական 4-ից 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց հետո, այսինքն 6 ամիս ծառայեն եւ ստանան ամսական 3400 դրամ, որը այսօր նախատեսված է, դրանից հետո ամեն ամիս ստանան 100,000 դրամ աշխատավարձ, բայց քննարկումների արդյունքում որոշում ենք կայացրել 100,000 դրամը չֆիքսել, քանի որ այս թիվը ենթադրաբար հնարավոր է չկարողանանք կատարել եւ ունենանք ֆինանսական խնդիր, բայց առաջիկայում, եթե ստացվի փոփոխությունը կատարել եւ այս գումարները հավաքագրվեն, անպայման այս փոփոխությունը կատարելու ենք եւ մեր զորակոչիկները ծառայելով 1.5 տարի զորացրվելիս կստանան 1.2 միլիոն դրամ, ինչը կարող է իրենց կյանք մտնելու համար բավականին օգնել ուսում ստանալու կամ որևէ գործ սկսելու համար։ Շնորհակալ եմ լսելու համար, սիրով կպատասխանեմ ձեր հարցին։